Եկեք վատ բարոյական կողմից նայենք, հա։ Ամեն մարդ 5 լիտր արյուն ունի իր մեջ։ 6 միլիոն հայից ավել գենոցիդ են արել։ Հիմա այդ բենզինով այդ հայ արյունը հետ են բերելու։ Քանի լիտր է ձեր բենզին պետք է սրանց տան, որ սրանք էլ այդ 5 լիտր արյունները մոռանան, էլի։ Այդ արյան դեմ են մեզ տալիս։ 6 միլիոն, իրանք միլիոն ու կես են ասում։ Փաստերով 100 տարվա մեջ 6 միլիոն հայ կորել է, չհաշված Արցախի մեր զոհերը։ Ամեն մարդուն 5 լիտր արյունով հաշվենք հələ, ինչքան բենզին են սրանց տալու, որ սրանք ուրանան։ Շատ ցավալի բարոյական կորուստ ենք ունենում։ Իրենք ասում են, օրինակ ես կարդացել եմ, որ ինչ եք կպել այդ բենզինի, բա 30 տարի որ թուրքական ապրանքներից եք օգտվում, այդ դրանով ինչ չեք համալրում թուրքական բյուջեն, որով հետո զենքեր էին գնվում ու օգտագործվեցին օրինակ 44 օրյա եւ Արցախյան մյուս պատերազմներում ձեր դեմ։ Հիմա ինչ տարբերություն ասում է բենզինը, թե այդ թուրքական ապրանքները, ինչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ բենզինը բերում են, էլի եմ ասում, սա ադրբեջանական չի, սա PR է, կարող է վաղնել կանգնեն ասեն Ալիևին դիմենք, որ Նոբելյան մրցանակ տան, որպեսզի ռեգիոնում խաղաղություն բերող։ Նրանք Ալիևի PR-ն են անում։ Հասկացեք։ Որտեղ միակողմանի են, չէ՞, այդ քայլերը, տեսեք, սահմանը իբր թե բացել են, բա Հայաստանը ինչի իրենց շուկա ինչ որ բան չի արտահանում։ Սահմանը չի բացված, էլի գալիս է այն նույն վրացական ճանապարհով, այո, մենք չենք կարող անել, բացի դրանից, այս զիջողականությունը, որ գնում է միակողման։ Ես վերջին անգամ ստուգեցի Ադրբեջանի այդ դիմումը միջազգային դատարաններում 153 միլիարդի չափ է։ Արցախի հետ կապված պահանջների, հա։ Ուրեմն այսինքն նրանք հետ չեն կանչել։ Ոչ, նրանք հաղթելու են այդ դատարանը։ Այդ դատարանը նրանք հաղթելու են, քանի որ մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը ժողովրդի լեզվով ասած Եվրոպային էլ է գցելու, Արևելքին էլ է գցելու եւ նրանք հաղթելու։ Մեզ վաղուց է գցել։ Նրանք հաղթելու են։ Հաղթելու դեպքում Հայաստանը իհարկե այդ փողը չունի, լինելու է պատերազմ։ Այսինքն հողով վերցնելու են։ Աշխարհը այտենց է աշխատում։ Մենք երբ որ մենք ասում ենք մենք խաղաղություն չենք բերելու, պատերազմ ենք բերել, պատերազմը ստեղ կանգնած է արդեն։ Դա ամիսների հարց է այդ միջազգային դատարաններում ինչ որոշումներ կայացնեն։ Այսինքն պատերազմը արդեն բերել են։